Ժնևում շարունակվում են Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները։ Փետրվարի 17-ի քննարկումներն անցել են փակ ռեժիմով և տևել են շուրջ 6 ժամ։ Դրանց արդյունքներով մամուլի ասուլիս կամ հայտարարություններ չեն եղել։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը անվտանգության և ազգային պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմը ներկայացրել են Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Բանակցություններին ընդառաջ հաղորդվում էր, որ օրակարգում են լինելու տարածքային, անվտանգային և հումանիտար հարցեր, այդ թվում էներգետիկ հրադադարի հնարավորությունը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը վկայակոչելով իր աղբյուրները գրել է, որ բանակցությունները լարված են անցել, քննարկվել են ամենահիմնական հարցերը և հնարավոր փոխզիջումները։ Եռակողմ հանդիպումից հետո աշխատանքները շարունակվել են խմբերով, ըստ ուղղությունների, մասնավորապես ռազմական և քաղաքական։ Պատերազմի կողմերին միավորելու գործում նախագահ Թրամփի ջանքերը նշանակալի առաջընթացի են բերել։ Մոսկվայի և Կիևի թիմերը պայմանավորվել են աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ։ Հարկ է նշել, որ Ժնև էին մեկնել նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնք սակայն անմիջականորեն չեն մասնակցել բանակցություններին։ Առանձին հանդիպում եմ ունեցել Միացյալ Նահանգների և եվրոպացի գործընկերների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ։ Քննարկել ենք բանակցությունների արդյունքները և հետագա քայլերի համակարգումը։ Ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացին և հնարավոր փոխզիջումներին է անդրադարձել Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հայտնել է, որ Ժնևում Կիևի թիմին հանձնարարել է բարձրացնել Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման հարցը։ Աքսիոսին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նշել է, որ դա հնարավորություն կտա առաջընթացի հասնել տարածքների հարցում, քանի որ Դոնբասի նկատմամբ վերահսկողությունն այս պահին հիմնական վիճելի կետերից մեկն է։ Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայից դուրս գալ Դոնբասի նույնիսկ այն տարածքներից, որոնք իր վերահսկողության տակ չեն։ Կիևն անընդունելի է համարում նման հեռանկարը։ Ինչ վերաբերում է Թրամփի հայտարարությանը, որ Կիևը պետք է հնարավորինս արագ խաղաղության համաձայնագիր կնքի, Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի համաձայնի տարածքային զիջումների, եթե այդ հարցը դրվի հանրաքվեի։ Իսկ մենք պայմանավորվել ենք Վաշինգտոնի հետ, որ վերջնականացված ցանկացած փաստաթուղթ պետք է դրվի ազգային հանրաքվեի։ Մարդիկ երբեք չեն ների դա, ոչ ինձ, ոչ Միացյալ Նահանգներին։ Կիևը պատրաստ է քննարկել Դոնբասից զորքերի դուրսբերման հարցը, սակայն Ռուսաստանն էլ պետք է հայելային հետ քաշի իր ուժերը։ Զելենսկին նաև անարդար է համարել, որ փոխզիջումների հասնելու նպատակով Թրամփը հրապարակայնորեն ճնշում է գործադրում Կիևի, այլ ոչ Մոսկվայի վրա։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ դա ընդամենը մարտավարություն է։ Կրեմլի պատվիրակությունը չի մեկնաբանել բանակցությունների առաջին օրվա արդյունքները։ Ռուսաստանի ԱԳՆ-ից միայն նշել են, որ կարգավորման ուղղությամբ ցանկացած քայլ մեծ նշանակություն ունի և որ Մոսկվան պատրաստ է խաղաղության։ Միևնույն ժամանակ Մարիա Զախարովան մեղադրել է Կիևին և Եվրոպային բանակցությունների նշանակությունը իբր թերագնահատելու համար։ Ժնևում տեղի է ունեցել նաև Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ամերիկյան պատվիրակությունը կրկին գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ իրանականը Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Թեհրանից հայտնել են, որ օրակարգում են եղել բացառապես իրանական միջուկային ծրագիրը և արևմտյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը։ Աբբաս Արաղչին հայտնել է, որ նախորդ շփումների համեմատ այս անգամ զգալի առաջընթաց է գրանցվել։ Մի շարք կետերով հաջողվել է համաձայնության գալ։ Այդ կետերն ապագայում կարող են ներառվել հնարավոր համաձայնագրի տեքստում, սա չի նշանակում, որ շատ արագ համաձայնության կհասնենք։ Դեռ տարաձայնություններ ունենք, բայց առնվազն սկսել ենք զրուցել, ինչը դրական զարգացում է։ Հստակ ժամկետներ չկան, կաշխատենք հնարավոր համաձայնագրի վրա, իրար կփոխանցենք տեքստերը, ապա կշարունակենք բանակցությունները։ Արտգործնախարարը հերթական անգամ շեշտել է միջուկային զենք ստեղծելու մտադրության համար Իրանին ուղղված մեղադրանքները անհիմն են, իսկ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի կիրառումն Իսլամական Հանրապետության ներքին գործն է։ Արաղչիի խոսքով Թեհրանը պատրաստ է դա երաշխավորել հնարավոր համաձայնագրում։ Նա մտահոգություն է հայտնել, որ բանակցային գործընթացի արդյունավետությանը բացի առկա տարաձայնություններից խանգարում է նաև Արևմուտքի նկատմամբ վստահության պակասը։ Իրանի հետ բանակցությունները մեկնաբանել են Վաշինգտոնից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Դոնալդ Թրամփի որոշ կարմիր գծեր։ Ինչ որ առումով ամեն ինչ լավ է անցել, թիմերը պայմանավորվել են կրկին հանդիպել, բայց նաև պարզ դարձավ, որ որոշ հարցերում համաձայնություն չկա։ Վաշինգտոնի հիմնական նպատակն է կանխել միջուկային զենքի տարածումը։ Եթե Իրանը միջուկային զենք ստանա, այլ ռեժիմներ էլ կցանկանան գնալ այդ ճանապարհով։ Դա աղետ կլինի։
Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ հնչում են ուժի կիրառման սպառնալիքներ։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, եթե գործարքի չհասնեն, հետևանքներ կլինեն։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին էլ նախազգուշացնում է. կխորտակեն ամերիկյան նավատորմը, եթե այն սպառնա Իրանին։ Այս լարվածության եւ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ավելացման ֆոնին Իրանը զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում։ Դիանա Գասպարյան, լուրեր։